Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, որ իրադարձությունները նախ համառոտ։ Ղարաբաղյան շարժումը Հայաստանը տարել էր փակուղի, իսկ այդ շրջափուլից դուրս գալը տեղի է ունեցել ծանր կորուստների եւ զոհողությունների գնով։ Տարիներ շարունակ հանրությանը չեն ներկայացվել բոլոր իրողությունները, հայտարարել է Փաշինյանը կառավարության նիստից հետո, վարչապետի ճեպազրույցը։ 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կկատարվի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 321 միլիոն դրամ քաղ ավիացիայի միջազգային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար։ Արցախից բռնի տեղահանվածներն էլ օրենքով պարտավորված չեն լինի ծառայել բանակում կամ գումար վճարել պետությանը, եթե Հայաստանի քաղաքացիություն են ստացել զինվորական տարիքը լրանալուց հետո, կայացել է կառավարության հերթական նիստը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Վրաստան շարունակվում է։ Կայացել է նրա հանդիպումը վարչապետ Իռակլի Կոբախիձեի հետ, անդրադարձ կատարվել տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցերի։ Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց արդյունքում ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության տարեկան ծրագրերը։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության գործակցությամբ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում ցուցադրվել է Շնորհավոր աղջիկ է ֆիլմը։ Այն նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Հայաստանի հունահռոմեական ոճի իմշամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը ավարտել է 5 մեդալով, նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ։ Թիմի գլխավոր հաջողությունը գրանցել է 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, հայտնել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Բավականին մեծ օրակարգ ենք ունենալու Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ի վերջո կստորագրվեն նաև էական նշանակություն ունեցող ոլորտային գործակցության փաստաթղթեր, հավելել է նա։ Հիշեցնենք, Մակրոնը մայիսի 4-ին պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Ղարաբաղյան շարժումը Հայաստանը տարել էր փակուղի, իսկ այդ շրջափուլից դուրս գալը ըստ Փաշինյանի տեղի է ունեցել ծանր կորուստների եւ զոհողությունների գնով։ Կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում վարչապետը հայտարարել է, որ հրապարակված բանակցային փաթեթները ցույց են տալիս տարիներ շարունակ հանրությանը չեն ներկայացվել բոլոր իրողությունները։ Ես պետությունն այդ թակարդից դուրս եմ բերել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղյան շարժման 44-օրյա պատերազմի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի։ Վարչապետը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանը տարել էր փակուղի, իսկ հրապարակված բանակցային փաթեթներն ըստ նրա ցույց են տալիս, որ տարիներ շարունակ հանրությանը չեն ներկայացվել բոլոր իրողությունները։ Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք միտեղ, որից ելք չկա, և նախորդող ողջ շրջանը 94 թվականից հետո եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին։ Հասկանում եք, պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել։ Ես նախորդ օրը էլ եմ ասում, մեր ընկալման մեջ այդ կա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, այդպես չի։ Մենք չենք ունեցել ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն։ Մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ։ Որովհետև հիմա եթե կա անհրաժեշտություն, այսինքն ես նախորդ օրը ոնց որ ամբողջ ցանկը հրապարակեցի, թե որ թվին ինչքան զոհ է եղել։ Այսինքն դա եղել է անընդհատ պատերազմ։ Եվ այն որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել, ինքը Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլի չեմ էլ հիշում 17-ին թե քանիսին ազգային ժողովի անձոնից։ Փաշինյանն արձագանքել է նաև ընդդիմության հարկային բեռի վերաբերյալ քննադատություններին, հայտարարելով, թե նախկինում իշխանության եկած քաղաքական ուժերը սովոր էին գործել հարկերից խուսափելու եւ կոռուպցիոն մեխանիզմներով մրցակիցներին դուրս մղելու պայմաններում։ Մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ, եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։ Եվ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը
բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին վարչապետը նշել է, որ իշխանության նախընտրական ծրագրով կառույցում աշխատանքներն ակտիվացնելու կամ անդամակցությունը ապահովասարեցնելու քայլեր նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Հայաստանը կարող է վերջնական որոշում կայացնել, ելնելով իրավիճակից, սակայն ընդգծել է, որ ներկայում խոսքը վերաբերում է ոչ թե ապասարեցմանը, այլ հարաբերությունների հետագա ընթացքին։ Մենք դե յուրե եւ վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չենք գա, այդ ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Եվ հետեւաբար կգործենք ըստ իրավիճակի։ Անդրադառնալով Երևանի խցանումներին եւ ճանապարհային խնդիրներին վարչապետը նշել է, որ աշխարհում չկա անսահմանափակ տարողունակությամբ քաղաք եւ Երևանը նույնպես ունի մեքենաների հոսքի բնական սահմաններ։ Նա հայտնել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջ դրվել է ասֆալտապատման հրատապ խնդիրները հնարավորինս արագ լուծելու հարցը։ Փաշինյանը նաեւ դժգոհել է թե Երևանի, թե Գյումրիի նախկին ու ներկա համայնքային կառավարման արդյունավետությունից, նշելով, որ կառավարությունը ստիպված է լրացուցիչ ներգրավվել այդ խնդիրների լուծմանը։ Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի համայնքների ղեկավարները գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ կառավարության դեմ, փոխանակ կառավարության ծրագրերից օգտվել եւ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, եսի ինչի համար են օգտագործել։ Եվ մենք հիմա պետք է դրա պատասխանատվություն էլի կրենք եւ կկրենք։ Խոսելով սոցիալական քաղաքականությունից, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը։ Նրա տվյալներով 2018 թվականից ստեղծվել է շուրջ 280,000 նոր աշխատատեղ։ Աշխատավարձերը զգալի աճ են գրանցել, իսկ տասնյակ հազարավոր ընտանիքներ ձեռք են բերել նոր բնակարաններ։ Դատական համակարգի մասին խոսելիս Փաշինյանը նշել է, որ նոր սահմանադրությամբ պետք է անցումային դրույթ նախատեսվի, որի համաձայն գործող բոլոր դատավորները կստանան պաշտոնակատարի կարգավիճակ եւ կվերանշանակվեն միայն համապարփակ բարեվարկության ստուգումից հետո։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղը։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր բացվել է շուրջ 280 նոր աշխատատեղ, աշխատավարձերը մինչև 75-80%-ով ավելացել են եւ գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29%, այսինքն աշխատող մարդիկ ապրում են 50%-ով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևորա հոսքերի 580% աճը։ Եվ այլն, թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես է եղել, որ 2018 թվականից 54,000 շուրջ ընտանիք նոր բնակարանա ձեռք բերել։ Ճեպազրույցում վարչապետը նաև անդրադարձել է Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Փաշինյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվել Աննա Հակոբյանի որոշմանը, սակայն միաժամանակ ջանքեր է գործադրել ընտանիքը պահպանելու համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 26 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է նախարարությանը հատկացնել 321 միլիոն դրամ քաղաք ավիացիայի միջազգային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար։ Գործադերի մեկ այլ որոշմամբ Արցախից 2020 եւ 23 թվականների պատերազմների հետևանքով բռնի տեղահանվածները օրենքով պարտավորված չեն լինի ծառայել բանակում կամ գումար վճարել պետությանը, եթե Հայաստանի քաղաքացիություն են ստացել զինվորական տարիքը լրանալուց հետո։ Ընդհանուր կարգի համաձայն 27 տարին լրացած եւ նոր քաղաքացիություն ստացած տղամարդիկ պետք է կամ 1 տարի ծառայեն կամ վճարեն 2.5 միլիոն դրամ։ Նույնը վերաբերում է նաեւ նախկինում ծառայությունից խուսափած անձանց, որոնք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից փոխհատուցում վճարելով կամ ծառայելով։ Այս պահանջները չեն տարածվի բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեցող անձանց վրա։
Կառավարության այսօրվա նիստում, ինչպես միշտ, նախ ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթը, ապա գործադիրի անդամները անցում կատարեցին զեկուցվող հարցերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն առաջարկեց վերաբաշխում կատարել 2026 թվականի բյուջեում եւ նախարարությանը հատկացնել 321 միլիոն դրամ, թույլատրել պայմանագիր կնքել քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ԻՍԱՕ-ի հետ։ Ապա նախարարը ներկայացրեց այն հիմնական նպատակները, որի համար նախատեսում է իրականացնել ներդրումներ եւ փոփոխություններ։ Հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ինքնաբավություն կստեղծի, ինչպես նաև կստեղծվեն նոր կարգավորումներ, իրավական կարգավորումներ, որը մեզ հնարավորություն կտա կոմիտեի կազմում նաև ոչ Հայաստանի քաղաքացի գործընկերների ներգրավել։ Արձագանքելով նախարար Դավիթ Խուդատյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավիացիայում նշանակալից փոփոխություններ իրականացնելու խնդիրը վաղուց հասունացած է եւ այս ոլորտում բացի խնդիրներից կա նաեւ անհրաժեշտ գիտելիքի պակաս։ Փաշինյանի պնդմամբ այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել նաեւ արտառոց գործողություններ, այդ թվում օտարերկրյա մասնագետների հրավիրել, իրավակարգային այլ փոփոխություններ ձեռնարկել, որ ավիացիային հնարավորություն կընձեռի ներկայում ավելի ճկուն գործել։ Միջազգային շուկայում մրցունակ աշխատանք եւ վարձատրություն ապահովել եւ պետք է հնարավորություն ունենանք աշխարհի նաեւ բարձր մակարդակի մասնագետների հրավիրելու, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության համար եւ մենք ունենք բազմաթիվ ընդհանցակարգային խոչընդոտներ, որ թույլ չեն տվել այս ընթացքում դա անել։ Գործադիրի ղեկավարի խոսքով 2017 թվականի համեմատությամբ դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580%-ով աճել են, ինչը նշանակում է, որ դեպի Եվրոպա եւ ոչ միայն պետք է զարգացնենք ավիափոխադրումները, ասաց Փաշինյանը, ապա հավելեց, այդ ամենին հասնելու համար պետք է կատարել արմատական փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել կրթության որակը բարձրացնելով։ Կրթությունը մեզ համար ռազմավարությունն է, որովհետեւ կրթությունը սկսում է նայած, որ դու հասկանում ես, որ ինքնախոստովանում ես կամ ինչի ինքնա հրապարակային նաև ոչ մի բարդություն չունես, բարդություն չունես խոստովանելու, որ դու ինչ որ բան չգիտես։ Կարող ես ասել, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, ոնց որ Սոկրատեսն ասեց հրանից քանի դար առաջ։ Անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցը զեկուցեց արդեն ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ըստ նախարարի փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է։ Նախարարը նշեց, նախագծերով առաջարկվում է 16 տարին լրացած անձի դեպքում նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր եւ այդ պարագայում անձը կարող է ունենալ նաեւ կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում են կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը որպես այդպիսին։ Պիտի փաստեմ, որ որպես նաև նախորդ հարցի շարունակականություն, ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին, եւ կարեւոր եմ համարում այն, որ այս փաստաթղթերն ըստ էության մեզ թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ Հայաստանի Հանրապետությունում եւ խրախուսել ծառայություններից օգտվել հենց թվային հարթակների միջոցով։ Հարցի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կենսաչափական նոր համակարգի ստեղծման համար կառավարությունն ու պատկան այլ մարմիններ վերջին 1 տարվա ընթացքում ինտենսիվ աշխատանքներ են տարել, իսկ համակարգի ներդրումը կարևոր գործընթաց է Հայաստանի համար։ Ուզում եմ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրի պատկերները ըստ էության ցույց տան մեր ծագումնաբանությունը, մեր բազմադարյա պատմությունը եւ առանցքում ունենան մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ կարծում եմ սա ինչ որ առումով պետության այցեքարտն է եւ մենք աշխատել ենք այս տրամաբանությամբ։ Կառավարության օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր անաստամբուծության ոլորտում ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձարարական ծրագրի ժամկետի երկարաձգմանը, որին նույնպես կառավարությունը հավանություն տվեց։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Վրաստան շարունակվում է, կայացել է նրա հանդիպումը վարչապետ Իռակլի Կոբախիձեի հետ։ Պապիկյանը նրան է փոխանցել վարչապետ Փաշինյանի ջերմ ողջույնը, ապա ներկայացրել գործակցության առաջնահերթությունները եւ հեռանկարները բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության ընթացքը։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։ Իսկ Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, պաշտպանական քաղաքականության եւ միջազգային գործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ եւ եռակողմ ձևաչափերով գործակցության ընթացքը եւ առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող հարցերի վերաբերյալ։ Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական գործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության տարեկան ծրագրերը։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանում Նիդերլանդերի թագավորության դեսպանության գործակցությամբ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում ցուցադրվել է Շնորհավոր աղջիկը ֆիլմը։ Այն նվիրված է սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության գործակցությամբ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում ցուցադրվել է Շնորհավոր աղջիկ է ֆիլմը, նվիրված սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ողջույնի խոսքով հանդես են եկել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ Վինթերը, ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եւ դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը։ Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադառնալով սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած այս ուղղությամբ իրականացված քայլերին, այն շարունակում է մնալ հասարակության համար լուրջ եւ մտահոգիչ խնդիր մարդու իրավունքների պաշտպանության եւ գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ մեր որպես մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն իրականացրած ուսումնասիրություններն ի սկզբանե ցույց են տվել, որ սա խնդիր է եւ խնդիր է դիտարկվել հենց առաջին հերթին իրավահավասարության ու հակախտրականության ոլորտի տեսանկյունից եւ այդ առումով չափազանց կարեւորում եմ մեր շատ արդյունավետ եւ կայուն համագործակցությունը Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության հետ։ Ուրախ եմ շատ, որ հատկապես դպրոցականներ, ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչներ են մասնակցում այս քննարկումներին, որովհետեւ վստահ եմ, որ այսպիսի իրազեկման արշավների միջոցով միանշանակ հնարավոր է մտածողություն փոխել, գաղափարախոսություն փոխել, որոշակի առումով փոխել դասավանդման մեթոդաբանությունը, կրթության բովանդակությունը, ծնողավարության մեթոդաբանությունը եւ իհարկե մարդկանց խորհելու առիթ տալ։ Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ եւ անդրադառնում է Հայաստանում սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։ Ֆիլմի ցուցադրության մասին իր կարծիքով է կիսվել Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ Վինթերը։ Այսօր մենք ֆիլմի ցուցադրություն ենք կազմակերպել դպրոցի աշակերտների համար։ Նրանք այն տարիքում են, երբ սկսում են մտածել իրենց ապագայի մասին, իսկ նրանց արժեքներն ու առաջնահերթությունները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն։ Այդ պատճառով կարևոր է, որ նրանք ստանան նման ազդակներ, որոնք կօգնեն ձևավորել իրենց մտածողությունը։ Հուսով ենք, որ դա կազդի նաև նրանց վերաբերմունքի վրա, նպաստելով ավելի հավասար հասարակության ձևավորմանը։ Սա թեմա է, որը վերաբերում է բոլորին, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում, այդ թվում Նիդերլանդներում։ Մենք դեռ շարունակում ենք աշխատել մարդկանց միջև հավասարության բարձրացման ուղղությամբ, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնությունների եւ տարբեր խմբերի համար։ Բոլորը մարդիկ են եւ ունեն հավասար վերաբերմունքի իրավունք։ Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Անահիտ Մանասյանը, Մարիկե Հարիետ Մոնրոյ Վինթերը, Լիլիթ Ստեփանյանը եւ Հայի Բրոնզկ հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Աղասյանը։
Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Իսրայելա-լիբանանյան բանակցությունների հաջորդ փուլը միաժամանակ ցախալի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է բարձր պատրաստության վիճակում եւ անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացած պահի վերադառնալ մարտական գործողությունների։ Իդեպ Բեյրութում ԱՄՆ դեսպանությունն էլ Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ արել է Լիբանանը անվտանգության իրավիճակի վատթարացման ֆոնին։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ձերբակալության, ահաբեկության եւ տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով։ Միջազգային նորությունները տեսաշարով։ ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Թրամփը Իրանում հրադադարի ռեժիմը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հաղորդում է ԵՆԹ-ը։ Իսկ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթի խոսքով Թրամփը Իրանի պատասխանի համար հստակ ժամկետ չի սահմանել։ Ըստ նրա շրջանառվող 3-ից 5 օրյա ժամկետը իրականությանը չի համապատասխանում։ Լևիթի պնդմամբ Թրամփը որոշել է երկարաձգել հրադադարը, քանի որ Իրանը պետք է իրեն հավաքի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ԱՄՆ կողմից հրադադարի երկարաձգման հայտարարությունների ֆոնին նշել է, որ պարտավորությունների խախտումը, շրջափակումը եւ սպառնալիքները իրական բանակցությունների հիմնական խոչընդոտներն են։ Բացի այդ, Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է խախտել զինադադարը, ներառյալ ծովային շրջափակումը։ ԱՄՆ-Իրան բանակցային եւ քննադատական փոխհրաձգությունների ֆոնին մեկ դրական արձանագրում եւս տեղի է ունեցել։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ Իրանում մահապատժից փրկվել են 8 կանայք։ Լևիթը ընդգծել է, որ Թրամփը իրանական իշխանություններին խնդրել է, որ չսպանեն այդ 8 երիտասարդ գեղեցկուհիներին։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկուի հետ, սակայն դա կարող է արդյունավետ լինել միայն համաձայնագրերի վերջնական համաձայնեցումից հետո։ Մոսկվան չի տեսնում քաղաքական կամք Կիևի ռեժիմի կողմից հակամարտությունը լուծելու համար, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Վերջինս հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ջարեդ Քուշների եւ Ստիվ Վիտկոֆի այցերը Ռուսաստան կշարունակվեն որպես ուկրաինական կարգավորման մաս։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան։ Այսպես, հնդկական հրավառության գործանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Տուապսե նավահանգստային քաղաքում նավթային օբյեկտների հրդեհները հանգեցրել են ծանր հետևանքների, որոնք ըստ կանխատեսումների կզգացվեն երկար տարիներ։ Նավթային անձրևները շարունակվում են։ Դուբայում կկառուցվի ոսկեգիծ մետրոյի գիծ։ Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է ոսկեգիծ անվան մետրոյի նոր գծերի կառուցման լայնածավալ նախագծի մասին։ Ճապոնիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհներ են գրանցվել, մի քանի շրջաններում երկինքը ստացել է կարմրավուն երանգներ։ Անդրադառնանք այլ թեմաների, Երևանում շարունակվում են կանաչապատման եւ հանրային տարածքների բարեկարգման ծրագրերը։ Ամիրյան փողոցում այթերի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նոր ծառատունկը։ Վտանգավոր եւ կենսունակությունը կորցրած 22 ծառերի փոխարեն այս փուլում տնկվում է 33 կատալպա, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ 100 նոր ծառ։ Միաժամանակ Աչափնյակ վարչական շրջանի Ֆիզգարադոկ կոչվող հատվածում հիմնվում է նոր այգի, որտեղ 1.3 հեկտար տարածքով նախատեսվում է տնկել 220 հասուն ծառ եւ ավելի քան 1500 թուփ։ Երևանի սրտում Ամիրյան փողոցում մայթերի վերակառուցման աշխատանքներից հետո, ինչը նախաձեռնել էր էլի Երևանի քաղաքապետարանը, կենտրոն վարչական շրջանը, տեսնում եք քարից մայթեր են հավաքված, այստեղ արկային կենսունակության ավարտին մոտ գտնվող չոր, փտած, բազմաթիվ հիվանդություններ, սնամեջ եւ տապալման վտանգ ունեցող ծառատեսակներ, ստուգվելով համապատասխան սարքերով հեռացվեցին, բավականին հատված թողել ենք ծառերը մնացել են, որոնք որ դեռ կենսունակ են եւ կարող է մի քանի տարի գոյատևել եւ հիմա ի ուրախություն բոլորիս Ամիրյան փողոցում տնկվում է կատալպա տեսակի ծառատեսակ, խուսափելու համար մանիպուլյացիաներից կա կատալպա գնդաձև, որոնք տնկվել են Մելիք Ադամյանում, սա կատալպա սովորականն է, տնկվող ծառերը 10 տարեկան հասուն կայացած ծառեր են, որոնք հենց այս տարի կտան իրենց սաղարթները եւ իհարկե տարից տարի այն կավելացնել հասնելով 15-ից մինչև 20 մետր բարձրությամբ։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ֆիզիկայի բանավան կոչվող կամ Ֆիզգարադոկ կոչվող հատվածում վերահիմնվում է գեղեցիկ այգի։
Աշխատանքները մեկնարկել էին դեռևս 1 տարի առաջ։ Վարչական շրջանի աշխատակազմի կողմից տեղադրվել են այս գեղեցիկ նստարանները, աղբամանները, ինչպես նաև օժանդակություն է ցուցաբերվել քանդման աշխատանքներին։ Հենց կոնկրետ իմ ետնամասում գտնվող շենքի սեփականատիրոջ կողմից իրականացվել են նաև աշխատանքներ բորջուրների վերափոխման եւ ճեմուղիների ստեղծման։ Այնուհետև գործի անցել իհարկե կանաչապատման հողակը արդեն տարածք է տեղափոխվել 300 բեռնատար սևահող, տարածքից դուրս է բերվել 300 բեռնատար մոտ աղբ, իրականացվել են սանիտարական էտումներ, հողի հարստացման աշխատանքներ, որովհետև ամբողջովին հողը դեգրադացված է եւ ինչպես միշտ անցկացվել է ոռոգման համակարգ։ Տարածքը մոտավոր հաշվարկներով կազմում է 1.3 հեկտար։ Այստեղ նույնպես Երևան քաղաքը ոչինչ չի խնայել, տնկվում է 220 արժեքավոր եւ գեղազարդ հասուն 10 տարեկան եւ ավելի ծառատեսակներ, ինչպես նաեւ 1500-ից ավել թփեր, այդ թվում մշտադալար թփեր։ Հարակարգ խոշորացված համայնքում մեկնարկել են ջրամատակարարման համակարգի արդիականացման լայնածավալ աշխատանքները։ Վեոլիա ջուրընկերությունը գործակցելով համայնքապետարանի հետ իրականացնում է ջրագծերի փոխարինում, նպատակ ունենալով վերացնել տարիներով կուտակված խնդիրները, նվազեցնել ջրակորուստները եւ ապահովել բնակիչներին կայուն եւ որակյալ ջրով։ Փարաքար խոշորացված համայնքի Թայիրով գյուղի Խաչատրյան եւ Լեոյի փողոցներում տևական ժամանակ է Վեոլիա ջուր համայնք գործակցությամբ ջրագծերի վերակառուցման աշխատանքներ են ընթանում։ Այստեղ ջրագծերն անցնում էին սեփական տների տարածքներով, ինչը լուրջ խնդիրեր է առաջացնում։ Վթարների դեպքում հնարավոր չէր մոտենալ վնասված հատվածներին, իսկ ապօրինի միացումները ընդհանրապես խանգարում էին կանոնավոր ջրամատակարարումը։ Այս ամենի պատճառով էլ ջրի կորուստը, վթարներն ու ցածր ճնշումը Թայիրովի մշտական խնդիրներն էին։ Մինչև այս աշխատանքը չենք կարողանում կառավարել ջրաքանակները, քանի որ թե վթարներ կար տարածքների մեջ, որի մոտեցնող ճանապարհներ չլինելու պատճառով չէինք կարողանում իմանալ կամ վերացնել, թե ապօրինի միացումներ, քանի որ անցնում է մարդկանց հենց անմիջապես կանաչ տարածքներով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է փողոցների 58 բաժանորդի համար կառուցել 1300 մետր երկարությամբ 160-ից 200 մմ տրամաչափի ջրագծեր։ Աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, սակայն արդեն իսկ տեսանելի արդյունք կա։ Վարկյանում 10 լիտր ջրակորստի կանխում, նաև համակարգում ճնշման բարձրացում 0.5 մթնոլորտով։ Սա հստակ ցույց է տալիս, որ նախկին տասնամյակների պատմություն ունեցող ջրամատակարարման ցանցում առկա են զգալի ջրակորուստներ եւ ապօրինություններ, որոնք այժմ աստիճանաբար վերացվում են։ Բադավոտից միացել ենք ճնշման կարգավորիչ ենք նախատեսել եւ նախատեսում ենք տեղադրել մոտորերս կլինի հոսքաչափ, որպեսզի վերջնականորեն կարողանանք նշված թաղամասը կառավարել, քանի որ այս ջրագիծը ցնուցում է մինչև Փարաքյալի դպրոցի ետնամաս հատվածը, խոշոր հատվածը ներառում ոնց որ ցնուցման հատվածը։ Ճնշումները այս պայդրությամբ արդեն իսկ համեմատականով անցած ջրագծի հետ, անցած ջրագծով ցնուցման հետ 5 մետրով բարձրացել է արդեն ճնշումները ցանցում, այսինքն դա վկայում է, որ ցանցում կար ապօրինություններ, ցանցում կար հոսակորուստներ, որը կարողացանք վերացնել։ Խաչատրյան եւ Լեոյի փողոցների աշխատանքների ավարտից հետո համայնքի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն Փարաքարի դպրոցի հետնամասի տարիների պատմություն ունեցող ջրի խնդիրը եւս լուծելու համար։ Իսկ այս հատվածի նախապատմությունն այն է, որ ջրագիծը կառուցվել է առանց համապատասխան տեխնիկական չափանիշների, պոմպերի եւ բավարար ճնշման ապահովման։ Մեզնից չէ այդ խնդիրը, մենք ջուրը հասցնում ենք բնակչի միացման կետին։ Խնդիրը կամայականորեն ոչ նորմատիվերով, տարածքներով, գետնից 20-30 սանտիմ խորությամբ այդ ամեն ինչը նորմատիվները չպահպանելու արդյունքում պոմպերի բացակայության պատճառով, որտեղ նշված հատվածում նոր տեղ ունեցող բնակիչը ունի անխափան ջրամատակարարում, քանի որ նա կատարել է մեր պահանջները, իսկ որը հնուց եկած է, իրանք ամառվա ամիսներին ունենում են խնդիր։ Ներկայում միաժամանակ գործում են հին եւ նոր ջրագծերը, բաժանորդներն աստիճանաբար տեղափոխվում են նոր համակարգի վրա, եւ միայն այն ժամանակ, երբ բոլորը կունենան կայուն, անխափան եւ որակյալ ջրամատակարարում, հին ջրագիծը վերջնականապես կխցափակվի։ Ծրագրի իրականացումը տեխնիկապես բարդ է, քանի որ կատարվում է գոտիավորում, կիրառվում են հատուկ սարքավորումներ հին ջրագծերի ճշգրիտ տեղորոշման համար։ Շեշտը դրված է, որ ամբողջական ջրագծերը փոխարինվի, որովհետև երբ որ մի փողոց էլ է մնում այդ քայքայված վիճակը,
այդ մի փողոցի ճնշում չլինելու պատճառով ամբողջ համակարգը խառնվում է, որովհետև բնակիչները ջուր չունենալուց իրանք ապօրինաբար առանց մեզ հարցնելու փակում են փականները, կարող է մի փողոցի ջուր ունենալու համար ամբողջ թաղամասը առանց հասկանալու ջրազրկեն ու մենք ունենանք խնդիր, որը անցած տարի եղել էր։ Բնակիչները փակել էին, մի 3 օր մենք տանջվել ենք գիշեր-ցերեկ, որ կարողանանք Փարաքյալի դպրոցի ետնամասի բնակիչներին ամեն ինչ արեցինք, որ աշխատանքները հրատապ կազմակերպենք։ Միոլիա ջրի նպատակն է այս բոլոր աշխատանքների արդյունքում խնայված ջրաքանակն ուղղել այն հատվածներին, որտեղ ջրի խնդիր կա։ Թայիրովում արդեն իսկ նախկինում ջրի խնդիր ունեցող փողոցներն ունեն կանոնավոր ջրամատակարարում։ Ցանցը ամբողջությամբ կահավորվելու է լոգերներով, հոսքաչափերով, որ մեր դիսպեչերական սենյակից նստած վթար կլինի, ջրաքանակի ավելացում կլինի, անմիջապես ինձ կտեղեկացնեն, բրիգադը կարճ ժամանակահատվածով խումբը կմոտենա ստեղ արդեն վթարը վերացնելու, չգիտեմ, աշխատանքներ կատարելու համար։ Ծրագրի ավարտից հետո Թայիրով համայնքը կունենա 30 տարի ծառայող ջրամատակարարման համակարգ։ Սա լավագույն եւ ցայտուն օրինակն է պետական ու մասնավոր լավագույն գործակցության։ Վիոլիա ջուրընկերությունը հավատարիմ մնալով վարձակալության պայմանագրի դրույթներին եւ ունենալով պետական աջակցությունը աստիճանաբար բնակավայր առ բնակավայր, գյուղ առ գյուղ կփորձի լուծել ջրամատակարարման ցանցի տարիների կուտակված լրջագույն խնդիրները։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի հունարոմեական ոճի իմշամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունն ավարտել է 5 մեդալով, նվաճելով 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ։ Թիմի գլխավոր հաջողությունը գրանցել է 77 կիլոգրամ քաշային Մալխա Սամոյանը, որը եզրափակչում հաղթելով վրացի Ռամազ Զոիզեին դարձել է Եվրոպայի հնգյակի չեմպիոն։ Արծաթե մեդալ է նվաճել Սուրեն Աղաջանյանը, բրոնզե մեդալակիներ են դարձել Գասպար Տերտերյանը, Սլավիկ Գալստյանը և Կարեն Ասլանյանը, իսկ Մանվել Խաչատրյանը մրցաշարն ավարտել է զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Այսքանը ցտեսություն։